Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 298,000 դրամ, այս մասին հայտնում է վիճակագրական կոմիտեն։ Ըստ պաշտոնական տեղեկատվության Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2024-ի 4-րդ եռամսյակում կազմել է 1,326,500 մարդ, որոնց 87% զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 15.7% գյուղատնտեսության ոլորտում։ 2025 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հանրապետությունում պարենային ապրանքների գնաճ է գրանցվել։ Բանջարեղենի գինն աճել է 18.1%, մրգինը 6.1%, հացաբուլկեղեն եւ ձավարեղենինը 1.5%։ Գնանկում է դիտվել շաքարավազ, կաթնամթերք, պանիր եւ ձու հրուշակեղեն միս ապրանքախմբերում։ Տվյալները հայտնում էր վիճակագրական կոմիտեն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։ ՍԱՏՄ-ից նշել են, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ Սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կամ վերադարձի, կամ ոչնչացման։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ներմուծված 577 տոննա ձմերուկի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում հունիսի 2-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր, պայմանավորված նիտրատներ ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։ Հունիսի 4-ից Միացյալ Նահանգներ ներկրվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը կբարձրացվեն 25%-ից հասնելով 50%-ի։ Դոնալդ Թրամփի խոսքով նպատակը Ամերիկայի պողպատի արդյունաբերությունը խթանելն է եւ չինական ներկրումներից կախվածությունը նվազեցնելը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի վերջին հայտարարությունը, ով նշել էր, որ Բեռլինը Ռուսաստանի ռազմական պարտությունը չի համարում ուկրաինական պատերազմի ավարտի նպատակ։ Վադեֆուլ անունով արարածն ասում է, որ այլևս չի սպասում Ռուսաստանի լիակատար պարտությանը, սակայն մենք անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի տնտեսական կործանմանը իր հիմար քաղաքականության պատճառով, նշել է Մեդվեդևը։ OPEC+-ի 8 երկրներ համաձայնել են հուլիսին նավթի արտադրության քվոտաները օրական 411,000 բարելով ավելացնել։ 2024-ի հունվարից ի վեր մի քանի մասնակից երկրների կուտակված գերարտադրությունը կազմում է օրական 4.6 միլիոն բարել։ Ռուսաստանը պարտավորվել է փոխհատուցել պակասորդը մինչև այս տարվա հոկտեմբեր, մնացածը մինչև 2026 թվականի հուլիսը։ Եգիպտոսը հրապարակել է անապատում քաղաք կառուցելու ծրագրերը։ Երկիրը բախվում է ջրի աճող սակավությանը, էներգամատակարարման խնդիրներին եւ խորացող տնտեսական ճգնաժամին, ուստի ցանկանում է, որ շինարարությունն օգնի բարձրացնել պետական ակտիվների արժեքը եւ հողի գները, ոչ ավանդական նորարարական գաղափարների միջոցով։ Մոտ 10 միլիոն խորանարդ մետր նեղոսյան ջուր ամեն օր կհոսի դեպի Կահիրեի կենտրոնից 42 կիլոմետր արևմուտք գտնվող Ջիրիան քաղաքի 6.8 միլիոն քառակուսի մետր տարածք, օգնելով ոռոգել Նյու Դելտա գյուղատնտեսական նախագիծը։ Եթե 2020 թվականին անչափահասների նկատմամբ 252 հանցագործություն է կատարվել, ապա այս տարի 2025-ի միայն առաջին եռամսյակում թիվը ճիշտ 240 է, այսինքն ընդամենը 12-ով պակաս 2020-ի ամբողջ տարվա ցուցանիշից։ Հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին։ Իսկ ընդհանուր առմամբ ո՞րն է թվերի ահռելի այս աճի պատճառը։ Իրավապաշտպանները միաբերան են շեշտում, ընդգծում, պաշտպանական համակարգը արդյունավետ չի գործում։
Առաջնային օղակը մասնավորապես հենց հոգաբարձուների եւ խնամակալության հանձնաժողովները նրանք պրոֆեսիոնալ մարմիններ չեն եւ հստակ երեխայի լավագույն շահից ելնելով որոշումներ չեն կայացնում։ Երկրորդ նաեւ բացահայտում շատ կա։ Առաջ օրինակ դադեքը դա ցերիմացում, լատենտեր եւ այլն, իսկ հիմի բացահայտում շատ է։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն էլ արդեն ոչ թե երկնիշ, այլ եռանիշ թվերով են։ 2020-ին 52, 2024-ին 111։ Մասնագետը խնդրին հակառակ դիտանկյունից է նայում։ Այս դեպքում ծնողները երբեմն շարունակում են լուռ մնալ։ Չուղում դիմի ոստիկանություն, չուղում դիմի պատկան մարմիններ, մտածում եմ, որ հանգարց է երեխայի պատվի արժանապատվության խնդիր, հայկական դիտակավորման։ Հունիսի 1-ի առթիվ եւս մեկ անգամ իրավապաշտպանները հիշեցնում են. երեխաների տոնը չէ, այլ նրանց իրավունքների պաշտպանության օրը, այնպես որ փուչիկ պաղպաղակն իրենց հերթին, բայց ոչ բռնության հետ միաժամանակ, ընդ որում ոչ միայն այդ օրը, այլ միշտ տարին 365, երբեմն էլ 366 օր։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերտսի հետ։ Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում, ընդգծելով, որ նախորդ տարի զգալի առաջընթաց է արձանագրվել նոր ծրագրերի մշակման, համաձայնեցման եւ ստորագրման ուղղությամբ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետություն Ասիական զարգացման բանկ գործակցության պորտֆելը շարունակում է դինամիկ աճել, ընդգրկելով ինչպես վարկային, այնպես էլ դրամաշնորհային բաղադրիչներ։